Իսրայելը և Իրանը շարունակել են փոխադարձարվածները, Ցահալը հայտնել է Թեհրանում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրամասի և Իրանի հրթիռային որոշ գործարանների հարվածելու մասին։ Կիրառվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 50 ինքնաթիռ։ Իրանական ԶԼՄ-ների տվյալով թիրախում է հայտնվել նաև Թեհրանի արևմուտքում գտնվող Իմամ Հոսեյնի համալսարանը, որը ըստ իսրայելական լրատվամիջոցների կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնի է, որ գիշերային հարվածներից տուժել է ավելի քան 90 մարդ։ Իսրայելի վարչապետի գրասենյակի վերջին տվյալով Իրանի հարվածների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել է ավելի քան 800-ը, շուրջ 4000 քաղաքացի տարհանվել է։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի զիջի Իսրայելին և վճռական պայքար կմղի։ Այժմ ակտիվորեն քննարկվում է հակամարտությանը ԱՄՆ-ի ներգրավվելու հնարավորությունը։ Վաշինգտոնում պաշտոնական որոշում դեռ չի կայացվել։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, կվերացնեն Իրանից բխող միջուկային սպառնալիքը նույնիսկ առանց ամերիկյան աջակցության։ Միևնույն ժամանակ պետքարտուղարությունից նշում են, ակնկալում են, որ Իրանի հետ կարգավորումը հնարավոր է։ Երեկվա ռուսական հարվածներից հետո Կիևում որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարում։ Այնտեղ զոհերի թիվը հասել է 22-ի, 130-ից ավելի խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս գիշեր էլ թիրախավորվել է Զապորոժյան, բնակելի կառույցներ և քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, հրդեհներ են բռնկվել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ անցած գիշեր Ռուսաստանը ձեռնարկել է Ուկրաինայի դեմ ամենազանգվածային համակցված հարձակումներից մեկը։ Կիրառվել է 440 անօդաչու թռչող սարք, տարբեր տեսակի 32 հրթիռ, այդ թվում բալիստիկ և կասետային մարտագլխիկներով։ Ուկրաինայի նախագահի խոսքով միայն Կիևում վնասվել է մոտ 150 բնակելի շենք։ Զելենսկին կոչ է արել գործընկերներին հոբ համակարգեր տրամադրել Կիևին։ Նա ընդգծել է Միացյալ Նահանգների կողմից Մոսկվայի վրա ճնշում գործադրելու կարևորությունը։ Վաշինգտոնը դատապարտել է Կիևին ռուսական հարվածները։ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվածների թվում կա ԱՄՆ քաղաքացի։ Կանադայի վարչապետը ներկայացրել է G7-ի գագաթնաժողովի արդյունքները։ Նրա խոսքով հանդիպման օրակարգում են եղել հանքանյութերի, արհեստական բանականության, քվանտային նորարարությունների, բնապահպանության, արտաքին միջամտության դեմ պայքարի, միգրացիայի հետ կապված հարցեր։ G7-ը ընդգծել է Մերձավոր Արևելքում կայունության և խաղաղության կարևորությունը, շեշտել՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ 7-ի խմբի առաջնորդները և Եվրամիության ներկայացուցիչները նաև պայմանավորվել են շարունակել Ուկրաինային աջակցությունը, այդ թվում ֆինանսական։ Հակառուսական պատժամիջոցները կուժեղացվեն։ Ուկրաինայի վերաբերյալ առանձին հայտարարությունը սակայն չի ընդունվել։ Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ պատճառը Միացյալ Նահանգների դիրքորոշումն է։ Նշվում է, որ ամերիկյան պատվիրակությունը ցանկացել է մեղմել համատեղ հայտարարության տեքստում Ռուսաստանին ուղղված կոշտ մեղադրանքները։ Ուստի Կանադան, որպես G7-ի գագաթնաժողովն ընդունող երկիր, որոշել է առհասարակ չեղարկել Ուկրաինայի մասին հայտարարության ստորագրումը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը առաջիկա տարիներին վերջնականապես կարգելի ռուսական գազի ներմուծումը Եվրոպա։ Մենք արդեն կտրուկ նվազեցրել ենք կախվածությունը ռուսական գազից։ Հիմա մեկ ընդմիշտ կփակենք ծորակը, նշել է Պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել է 2026 թվականի հունվարի 1-ից աստիճանաբար արգելել ԵՄ երկրներին գազ գնել Ռուսաստանից, սակայն Բուդապեշտը և Բրատիսլավան վետո են կիրառել ռուսական էներգակիրներից հրաժարվելու Եվրահանձնաժողովի ծրագրի հանդեպ։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նախազգուշացրել է, եթե ի վերջո նման որոշում կայացվի, Բուդապեշտը կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։